Երբ հիվանդանոցի անձնակազմը մտավ պալատ, նրանք գտան փոքրիկ թղթի կտոր Լուսինեի բարձի տակ։ Այդ նամակը, որը գրված էր դողացող ձեռքով, պարունակում էր միայն 3 բառ՝ «Ներեցեք ինձ, երեխաներ»։ Այս նամակը թաքցրին 30 տարի։ Բայց ավելի սարսափելին այն էր, ինչ գրված էր թղթի հակառակ կողմում՝ մի անուն, որը Լուսինեն երբեք չէր արտասանել բարձրաձայն, բայց որը ուղեկցում էր նրան յուրաքանչյուր գիշեր, երբ Խորենը չէր վերադառնում տուն։ Ո՞վ էր այդ մարդը, որի անունը Լուսինեն տարավ իր հետ գերեզման։ Ինչու էր նա խնդրում ներողություն երեխաներից, երբ ամբողջ կյանքը նվիրել էր նրանց։ Եվ ամենակարևորը, ինչու Խորեն Աբրահամյանը, մեծ կոմպոզիտորը, արգելեց բժիշկներին խոսել այդ նամակի մասին։ Այսօր մենք կբացահայտենք այն ճշմարտությունը, որը տասնամյակներ շարունակ թաքցվել է փայլուն ժպիտների հանրային սիրո ետում։ Լուսինե Զաքարյանը չէր պատկանում իր ընտանիքին։ Նա պատկանում էր ժողովրդին, բեմին, այն հազարավոր մարդկանց, ովքեր երգում էին նրա երգերը, չգիտակցելով, որ յուրաքանչյուր նոտա գրված էր արյունով արցունքներով։ Երբ 1972 թվականին նա առաջին անգամ բարձրացավ Երանի օպերայի բեմ, դահլիճը ոտքի ելավ։ Նրա ձայնը, այդ անհավատալի, բյուրեղյա, անկեղծ ձայնը, որը կարող էր ճեղքել ապակին միաժամանակ բուժել վիրավոր սիրտը, դարձավ ազգի խորհրդանիշ։ Բայց ոչ ոք չտեսավ, թե ինչ էր տեղի ունենում բեմի ետում, երբ շամփայնի բաժակները դատարկվում էին, Լուսինեն մնում էր միայնակ իր հագուստարանում, սպասելով ամուսնուն, ով երբեք չէր գալիս առաջին։ Խորեն Աբրահամյանը եղել է հանճար։ Սա ոչ ոք չի վիճարկում։ Նրա մելոդիաները հնչում էին ամեն տանը, նրա անունը արտասանվում էր հարգանքով երկյուղով։ Բայց հանճարները հաճախ վճարում են իրենց պարքի համար, այդ վճարումը կատարում են նրանց կողքին գտնվողները։ Լուսինեն ամուսնացավ Խորենի հետ 1969 թվականին, երբ նա եղել է ընդամենը 22 տարեկան, երիտասարդ, գեղեցիկ, լի երազանքներով։ Նա հավատում էր, որ սերը կարող է փրկել ամեն ինչ։ Նա չգիտեր, որ սերը երբեմն դառնում է բանտ, որտեղից ելք չկա, քանի որ դռները փակված են ոչ թե կողպեքներով, այլ պարտականությամբ, երեխաներով հասարակության դատողությամբ։ Առաջին տարիները եղան հեքիաթ։ Խորենը գրում էր նրա համար երգեր, որոնք դառնում էին հիթեր մեկ գիշերում։ Նրանք միասին ճանապարհորդում էին Խորհրդային Միության ամենահեռավոր անկյուններ, Մոսկվայից մինչ Վլադիվոստոկ, ամենուր Լուսինեի ձայնը հմայում էր սրտերը։ Բայց արդեն այն ժամանակ մոտիկ ընկերները նկատում էին, որ Խորենը փոխվում է։ Նա դառնում էր ավելի պահանջկոտ, ավելի դաժան, ավելի հեռավոր։ 1974 թվականին, երբ ծնվեց նրանց առաջին դուստրը Անահիտը, Լուսինեն 3 շաբաթ անց արդեն կանգնած էր բեմում։ Ոչ որովհետև ուզում էր, այլ որովհետև Խորենը պահանջեց։ Հանրությունը սպասում է քեզ, ասաց նա, Լուսինեն չկարողացավ հրաժարվել։ Նա երբեք չէր կարողանում հրաժարվել։ Բայց ամենավախեցնողը սկսվեց 1978 թվականից։ Խորենը սկսեց անհետանալ։ Ոչ ֆիզիկապես, նա այնտեղ էր, տանը, ստուդիայում, հանդիպումներում։ Բայց նրա հոգին, նրա ուշադրությունը, նրա սերը, դրանք անհետացան։ Լուսինեի մոտիկ ընկերուհին, Սիրանուշ Մարտիրոսյանը, ով տասնամյակներ անց համաձայնեց խոսել առաջին անգամ, հիշում է այդ ժամանակաշրջանը սարսափով։ Լուսինեն փորձում էր պահպանել երեսը, պատմում է Սիրանուշը, նրա ձայնը դողում է նույնիսկ հիմա։ Նա ժպտում էր հանրության առջ, բայց երբ մենք մնում էինք միայնակ, նա լացում էր այնպես, որ ես վախենում էի, նա կարող է խեղդվել իր արցունքներից։ Նա ասում էր, Խորենը ունի մեկ ուրիշին, բայց չէր ուզում հավատալ։ Նա ինքն իրեն համոզում էր, որ սա ժամանակավոր է, որ նա հոգնած է, որ ստեղծագործական ճգնաժամ է։ Բայց մենք բոլորս գիտեինք ճշմարտությունը։ Ո՞վ էր այդ կինը։ Այդ անունը, որը Լուսինեն գրել էր իր վերջին նամակում։ Աղբյուրները, որոնք խոսեցին անանուն պայմանով, հիշատակում են մի երիտասարդ դերասանուհու անունը, ով 1978 թվականին հայտնվեց Խորենի շրջապատում։ Նրա անունը Լիլիթ Սարգսյան։ Նա եղել է 26 տարեկան, հմայիչ, հավակնոտ, ամենակարևորը, նա պետք էր Խորենին։ Ոչ նրա փողերը, ոչ նրա անունը, նա պետք էր նրա ուշադրությունը, նրա ժամանակը, նրա հոգին։ Եվ Խորենը տվեց նրան այն ամենը, ինչ Լուսինեն աղերսում էր տարիներ շարունակ։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ավելի սարսափելին այն էր, որ Լիլիթը չէր թաքնվում։ Նա ներկայանում էր հանդիսությունների, նստում էր առաջին շարքում, երբ Լուսինեն երգում էր, ժպտում էր այնպիսի ժպիտով, որը ասում էր, ես արդեն հաղթել եմ։ Ինչպես Լուսինեն դիմանում էր դրան։
Ինչպես նա շարունակում էր երգել, երբ յուրաքանչյուր նոտա պատռում էր նրա սիրտը։ 1981 թվականին տեղի ունեցավ դեպք, որի մասին խոսում են նույնիսկ այսօր։ Լուսինեն պետք է ելույթ ունենար Մոսկվայի Կրեմլյան պալատում, կարևոր պետական միջոցառման ժամանակ։ Սա եղել է նրա կարիերայի ամենակարևոր համերգը։ Բայց 3 ժամ առաջ, երբ նա պատրաստվում էր հագուստարանում, դուրս եկավ խորենը։ Ականատեսները, ովքեր այդ պահին գտնվում էին միջանցքում, լսեցին բարձր ձայներ։ Խորենը պահանջում էր, որ Լուսինեն փոխի ծրագիրը ներառի նոր երգ, այն երգը, որը նա գրել էր Լիլիթի համար։ Լուսինեն հրաժարվեց։ Առաջին անգամ իր կյանքում նա ասաց ոչ։ Եվ խորենը հեռացավ, թողնելով նրան միայնակ 1 ժամ առաջ ամենակարևոր ելույթից։ Լուսինեն բարձրացավ բեմ, երգեց այնպես, ինչպես երբեք չէր երգել։ Նրա ձայնը եղել է կատարյալ, բայց նրա աչքերում եղել են արցունքներ, որոնք նա չէր թաքցնում։ Հանրությունը տվեց նրան 15 րոպե ոտքի կանգնած ծափահարություններ։ Բայց խորենը չեկավ բեմի հետ շնորհավորելու։ Նա այդ գիշեր անցկացրեց Լիլիթի հետ։ Ինչպես կարող է մի կին շարունակել ապրել, երբ նրա աշխարհը փլատակների է վերածվում։ Ինչպես նա կարող է ժպտալ իր երեխաներին, երբ ներսում ամեն ինչ մահանում է։ Լուսինեն գտավ իր պատասխանը աշխատանքի մեջ։ Նա սկսեց ավելի շատ երգել, ավելի շատ ճանապարհորդել, ավելի շատ տալ հարցազրույցներ։ Նա փորձում էր լցնել այն դատարկությունը, որը խորենը թողել էր իր կյանքում։ Բայց դատարկությունը միայն աճում էր։ 1982 թվականին նրա քույրը, Գայանեն, նկատեց, որ Լուսինեն սկսել է նիհարել։ Ոչ թե դիետայից, այլ ցավից։ Նա չէր ուտում, հիշում է Գայանեն։ Նա ասում էր, որ չի կարող, որ ամեն բան անհամ է։ Մենք փորձեցինք նրան համոզել գնալ բժշկի մոտ, բայց նա հրաժարվեց։ Նա վախենում էր, որ եթե բժիշկները ինչ-որ բան գտնեն, խորենը կօգտագործի դա որպես պատճառ, վերջնականապես հեռանալու համար։ Բայց ամենասարսափելին դեռ առաջ էր։ 1983 թվականի աշնանը Լուսինեն սկսեց զգալ անընդհատ ցավեր կրծքավանդակում։ Նա թաքցրեց դա բոլորից, ներառյալ իր ընտանիքը։ Նա շարունակեց երգել, շարունակեց ժպտալ, շարունակեց խաղալ կատարյալ կնոջ մոր դերը։ Բայց գիշերները, երբ բոլորը քնած էին, նա նստում էր խոհանոցում, բռնում էր իր կրծքավանդակը, փորձելով շնչել։ Ինչու՞։ Նա չասաց ոչ ոքի։ Ինչու՞։ Նա ընտրեց լռությունը։ Պատասխանը պարզ է, սարսափելի, միաժամանակ նա վախենում էր դառնալ բեռ։ Նա վախենում էր, որ եթե խորենը իմանա, որ նա հիվանդ է, դա կլինի վերջնական պատճառը նրան լքելու համար։ Այսպիսով, Լուսինեն ընտրեց մեռնել լռության մեջ, քան ապրել մերժման մեջ։ Բայց ով գիտեր ճշմարտությունը։ Ով էր այն մարդը, ում անունը Լուսինեն գրեց իր վերջին նամակում։ Արդյոք դա եղել է Լիլիթը, թե ուրիշ ինչ-որ մեկը, ում մասին մենք դեռ չգիտենք։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր Խորեն Աբրահամյանը իր կնոջ իրական վիճակի մասին այն օրերին, երբ նա անցկացնում էր գիշերները հեռու տանից։ Արդյոք նա իսկապես չգիտեր, թե ընտրեց չտեսնել, որովհետև ճշմարտությունը կխանգարեր նրա նոր կյանքին։ 1984 թվականը դարձավ Լուսինե Զաքարյանի կյանքի ամենամութ տարին։ Ոչ թե այն պատճառով, որ ֆիզիկական ցավերը սրվեցին, դրանք արդեն դարձել էին նրա առօրյայի մաս, այլ այն պատճառով, որ այդ տարի նա վերջնականապես կորցրեց հույսը։ Հույսը, որ Խորենը կվերադառնա, հույսը, որ նրանց ընտանիքը կկարողանա վերականգնվել, հույսը, որ սերը կարող է հաղթել անտարբերությանը։ Եվ երբ մարդը կորցնում է հույսը, նա սկսում է մեռնել, նույնիսկ եթե նրա սիրտը դեռ բաբախում է։ Այդ տարվա գարնանը տեղի ունեցավ դեպք, որը շատերը համարում են Լուսինեի Խորենի հարաբերությունների վերջնական կետը։ Երանում պետք է անցկացվեր մեծ համերգ, նվիրված Հայաստանի ազատագրման 40-րդ տարելիցին։ Լուսինեն պետք է լիներ գլխավոր աստղը, իսկ Խորենը երաժշտական ղեկավարը։ Սա պետք է լիներ նրանց հանրային հաշտության խորհրդանիշը, պահը, երբ նրանք կրկին ցույց կտային աշխարհին, որ նրանք անբաժանելի են։ Բայց 3 օր առաջ համերգից Խորենը հայտարարեց, որ Լուսինեի փոխարեն կերքի Լիլիթ Սարգսյանը։ Նա չհարցրեց, չբացատրեց, պարզապես հայտարարեց։ Եվ Լուսինեն, ով ամբողջ կյանքը լռել էր, ով ամեն ինչ ներել էր, ով ամեն անգամ ընտրել էր ընտանիքը իր արժանապատվության նախապատվությամբ, այս անգամ խոսեց։ Ականատեսները, ովքեր այդ օրը գտնվում էին նրանց տանը, հիշում են, որ Լուսինեի ձայնը լսվում էր փողոցում։ Նա չէր գոռում, Լուսինեն երբեք չէր գոռում։
Բայց նրա ձայնում եղել է այնպիսի ցավ, այնպիսի հուսահատություն, որ դա եղել է ավելի սարսափելի, քան ցանկացած գոռ։ Դու ոչնչացնում ես ինձ, ասաց նա խորենին։ Դու վերցնում ես ամեն ինչ, ինչ ես եմ, տալիս ես նրան։ Իմ երգերը, իմ բեմը, իմ արժանապատվությունը։ Բայց ամենավատը, դու վերցնում ես իմ երեխաների հայրը, թողնում ես նրանց մի ստվեր, ով գալիս է տուն միայն քնելու համար։ Խորենը պատասխանեց սառը, հաշվարկված ձայնով, որը եղել է նրա ապրանքանիշը։ Դու չես հասկանում արվեստը, ասաց նա։ Լիլիթը ավելի լավ է այս դերի համար։ Սա ոչինչ անձնական չէ։ Ոչինչ անձնական։ Այդ երկու բառերը սպանեցին Լուսինեին ավելի արդյունավետ, քան ցանկացած հիվանդություն։ Համերգը տեղի ունեցավ առանց Լուսինեի։ Լիլիթ Սարգսյանը բարձրացավ բեմ, հագած զգեստ, որը նախատեսված էր Լուսինեի համար, երգեց երգերը, որոնք Խորենը գրել էր իր կնոջ համար տարիներ առաջ։ Հանրությունը ծափահարեց, բայց շատերը նկատեցին, որ ծափերը եղան ավելի քիչ ջերմ, քան սովորաբար։ Մարդիկ զգում էին, որ ինչ-որ բան սխալ է, որ այս փոխարինումը ավելին է, քան պարզապես արտիստական որոշում։ Իսկ Լուսինեն այդ երեկո նստած էր տանը, միայնակ, քանի որ նույնիսկ երեխաները գնացել էին համերգին, չգիտակցելով, թե ինչ դավադրություն է տեղի ունենում նրանց ընտանիքում։ Նրա քույրը Գայանեն, ով եկավ այցելության, գտավ նրան խոհանոցի հատակին, ծնկի եկած, բռնած կրծքավանդակը։ Ես չեմ կարող շնչել, շշնջաց Լուսինեն։ Ոչ միայն ֆիզիկապես։ Ես չեմ կարող շնչել այս կյանքում։ Գայանեն կանչեց շտապ օգնություն, բայց Լուսինեն մերժեց գնալ հիվանդանոց։ Եթե Խորենը իմանա, նա կասի, որ ես դրամատիզացնում եմ, որ փորձում եմ ուշադրություն գրավել, բացատրեց նա։ Ես նախընտրում եմ մեռնել, քան տալ նրան այդ բավարարվածությունը։ Սա եղել է այն պահը, երբ Գայանեն հասկացավ, որ իր քույրը կորցրել է ոչ միայն ամուսնուն, այլ ինքն իրեն։ Լուսինեն դարձել էր ստվեր, ով շարժվում էր տանը, կատարելով իր պարտականությունները, բայց ներսում արդեն մեռած էր։ Եվ ամենասարսափելին այն էր, որ Խորենը կամ չէր նկատում, կամ չէր ուզում նկատել։ 1984 թվականի ամռանը Լուսինեն ստիպված եղավ վերջապես գնալ բժշկի մոտ։ Ցավերը դարձան անտանելի, նա այլևս չէր կարողանում թաքցնել դրանք։ Բժիշկները կատարեցին հետազոտություններ, գտան այն, ինչից բոլորը վախենում էին, նրա սիրտը եղել է վատ վիճակում։ Ոչ թե ծննդյան արատից, այլ սթրեսից, անկնությունից, անընդհատ լարվածությունից։ Ձեր սիրտը հոգնած է, ասաց բժիշկը։ Դուք պետք է հանգստանաք, խուսափեք սթրեսից, հոգ տանեք ձեր մասին։ Բայց ինչպես կարող էր Լուսինեն հանգստանալ, երբ նրա կյանքը եղել է մշտական մարդ, պահպանելու այն, ինչ արդեն կորցրել էր։ Ինչպես կարող էր նա խուսափել սթրեսից, երբ ամեն օր նա արթնանում էր դատարկ մահճակալում, իմանալով, որ նրա ամուսինը անցկացրել է գիշերը մեկ ուրիշի գրկում։ Բժիշկները տվեցին նրան դեղեր խորհուրդներ, բայց նրանք չէին կարող տալ այն, ինչ Լուսինեին իսկապես պետք էր՝ սեր, հարգանք, ճանաչում։ Երբ Լուսինեն տուն վերադարձավ, ասաց Խորենին իր ախտորոշման մասին, նա պատասխանեց. «Լավ, ուրեմն հանգստացիր մի քանի օր։ Ոչ մի գրկախառնում, ոչ մի արցունք, ոչ մի վախ»։ Պարզապես սառը, գործնական խորհուրդ, կարծես Լուսինեն լիներ աշխատակից, ով հայտնել է հիվանդության մասին, այլ ոչ թե կինը, որի հետ նա անցկացրել էր 24 տարի։ Այդ պահին Լուսինեն հասկացավ, որ նա արդեն մեռած է Խորենի համար։ Նա դարձել էր անհարմարություն, խնդիր, որը պետք է լուծել, այլ ոչ թե մարդ, ում նա երբեմն սիրել էր։ Բայց կյանքը շարունակվում էր, Լուսինեն պետք է շարունակեր խաղալ իր դերը։ Նա վերադարձավ բեմ 2 շաբաթ անց, թե բժիշկները խորհուրդ էին տվել նրան հանգստանալ առնվազն 3 ամիս։ Նա չէր կարող թույլ տալ իրեն թուլություն ցույց տալ, քանի որ դա նշանակում էր տալ Լիլիթին ավելի շատ տարածք, ավելի շատ հնարավորություններ գրավելու այն, ինչ դեռ մնացել էր Լուսինեից։ Այսպիսով նա բարձրացավ բեմ, դեղերով լի, սրտի ցավերով, որոնք պատռում էին նրան ներսից, բայց ժպիտով դեմքին։ Եվ հանրությունը, ով սիրում էր նրան, չնկատեց, որ նրանց կուռքը մեռնում է նրանց աչքի առաջ։ Այդ տարվա աշնանը տեղի ունեցավ դեպք, որը շատերը համարում են Լուսինեի վերջին փորձը պայքարելու իր ամուսնության համար։ Խորենի ծննդյան օրն էր, 52 տարեկան։ Լուսինեն պլանավորեց մեծ տոնակատարություն, հրավիրելով բոլոր նրանց ընկերներին, գործընկերներին, ընտանիքին։ Նա ինքը պատրաստեց Խորենի սիրելի ուտեստները, զարդարեց տունը, նույնիսկ գնեց նրա համար թանկարժեք նվեր, հին ձեռագիր նոտաների հավաքածու, որը Խորենը փնտրում էր տարիներ շարունակ։ Նա ուզում էր, որ այդ երեկոն լիներ նոր սկիզբ, պահ, երբ Խորենը հիշեր, թե ինչու նա սիրել էր նրան, ինչու նրանք ստեղծել էին ընտանիք։
Բայց խորենը չեկավ։ Նա զանգահարեց 1 ժամ առաջ ասաց, որ ունի անհետաձգելի հանդիպում ստուդիայում։ Հյուրերը եկան, սպասեցին, երբ պարզ դարձավ, որ տոնակատարվողը չի գալիս, նրանք սկսեցին մեկը մյուսի հետից հեռանալ, թողնելով Լուսինեին միայնակ սեղանի շուրջ, որը լի էր չուտված ուտեստներով, չբացված շամփայնով։ Գայանեն, ով մնաց վերջինը, գտավ Լուսինեին սանհանգույցում։ Նա նստած էր հատակին, բռնած այն նվերը, որը պատրաստել էր խորենի համար, լացում էր այնպիսի լուրջ, սարսափելի լաց, որը ավելի վատ է, քան ցանկացած գոչյուն։ Ես այլս ոչինչ չեմ նրա համար, շշնջաց նա։ Ես դարձել եմ անտեսանելի։ Նա նայում է ինձ միջով, կարծես ես չլինեմ։ Եվ ամենավատը, ես սկսում եմ հավատալ, որ ես իսկապես չկամ։ Գայանեն փորձեց մխիթարել նրան, բայց ինչ կարող էր նա ասել։ Ճշմարտությունը եղել է ակնհայտ դաժան, Խորեն Աբրահամյանը ընտրել էր իր նոր կյանքը, այդ կյանքում Լուսինեի համար տեղ չկար։ Բայց ուր էր Խորենը այդ երեկո։ Արդյոք նա իսկապես ստուդիայում էր, թե ուրիշ տեղ։ Եվ ինչու։ Նա ընտրեց այդ կոնկրետ օրը, իր ծննդյան օրը, որպեսզի վերջնականապես ցույց տա Լուսինեին, որ նա այլս կարող չէ։ Արդյոք դա եղել է դիտավորյալ դաժանություն, թե պարզապես անտարբերություն, որը ավելի վատ է։ Եվ ամենակարևորը, ինչպես Լուսինեն գտավ ուժ շարունակելու ապրել այդ ամենից հետո։ 1985 թվականը սկսվեց ձմեռային սառնամանիքով, որը թվում էր, թե երբեք չի ավարտվի։ Երանը ծածկված էր ձյան հաստ շերտով, Լուսինե Զաքարյանի սիրտը նույնպես սառել էր, ոչ թե ցրտից, այլ այն սառը իրականությունից, որ նրա ամուսնությունը վերջացել էր ամեն ինչով, բացի պաշտոնական թղթերով։ Բայց այս տարին բերեց ոչ միայն ցուրտ, այլ բացահայտումներ, որոնք ցույց տվեցին, թե որքան խորն էր Խորենի դավադրությունը, որքան մեծ էր Լուսինեի տառապանքը։ Հունվարի սկզբին Լուսինեն պատահաբար լսեց զրույց, որը փոխեց ամեն ինչ։ Նա գտնվում էր Երանի ֆիլհարմոնիայում, սպասելով իր փորձին, երբ լսեց երկու երաժիշտների խոսակցությունը միջանցքում։ Նրանք չգիտեին, որ Լուսինեն այնտեղ է, խոսում էին ազատորեն։ Լսել ես, ասաց մեկը։ Խորենը գնել է բնակարան Լիլիթի համար։ Մոսկովյան պողոտայում 3 սենյականոց, ամբողջովին կահավորված։ Նրանք ասում են, որ նա ծախսել է ավելի քան 50,000 ռուբլի։ Մյուսը սուլեց։ Իսկ Լուսինեն դեռ ապրում է այն հին տանը, որտեղ տանիքը հոսում է։ Ինչպիսի արդարություն։ Լուսինեն զգաց, որ հատակը բացվում է նրա ոտքերի տակ։ 50,000 ռուբլի։ Սա եղել է հսկայական գումար այդ ժամանակ, գումար, որը կարող էր ապահովել նրանց երեխաների կրթությունը, վերանորոգել նրանց տունը, վճարել Լուսինեի բուժումը։ Բայց Խորենը ընտրել էր ծախսել այն իր տիկնակի վրա, կնոջ վրա, ով կործանում էր նրանց ընտանիքը։ Լուսինեն չգոռաց, չլաց, չարեց տեսարան։ Նա պարզապես շարունակեց քայլել դեպի փորձարկումների դահլիճ, բարձրացավ բեմ երգեց։ Բայց նրանք, ովքեր այնտեղ էին այդ օրը, ասում են, որ Լուսինեի ձայնը հնչեց այլ կերպ։ Դրանում եղել է ինչ-որ կոտրված, ինչ-որ վերջնական, կարծես նա հրաժեշտ էր տալիս ոչ միայն երգին, այլ կյանքին։ Երբ Լուսինեն տուն վերադարձավ այդ երեկո, նա գտավ Խորենին ստուդիայում, աշխատելով իր նոր կոմպոզիցիայի վրա։ Նա մտավ, փակեց դուռը, առաջին անգամ իր կյանքում պահանջեց պատասխաններ։ Ճիշտ է, որ դու գնել ես բնակարան նրա համար, հարցրեց նա, նրա ձայնը եղել է հանգիստ, գրեթե շշուկ։ Խորենը նույնիսկ չդադարեցրեց գրել նոտաները։ Դա ոչինչ քո գործը չէ, պատասխանեց նա։ Ես վաստակում եմ փողերը, ես որոշում եմ, թե ինչպես ծախսել դրանք։ Լուսինեն զգաց, որ ինչ-որ բան կոտրվում է նրա ներսում, ինչ-որ վերջին թել, որը դեռ պահում էր նրան կապված այս մարդու հետ։ Ես նույնպես վաստակում եմ, ասաց նա։ Ես երգում եմ, ես տուրներ եմ անում, ես բերում եմ փող այս տուն։ Բայց դու երբեք չես հարցրել ինձ, թե ինչ է ինձ պետք, ինչ է ուզում իմ սիրտը, ինչ է ցավում իմ մարմինը։ Խորենը վերջապես դարձավ նայեց նրան, այդ հայացքում Լուսինեն տեսավ ճշմարտությունը, որից վախենում էր տարիներ շարունակ։ Նրա աչքերում չկար սեր, չկար մեղք, չկար նույնիսկ ատելություն։ Կար միայն անտարբերություն, սառը, բացարձակ անտարբերություն, որը սպանում է ավելի արդյունավետ, քան ցանկացած ատելություն։ Լուսինե, ասաց նա, նրա ձայնը հնչեց այնպես, կարծես նա խոսում էր երեխայի հետ, ով չի հասկանում պարզ բաները։ Մեր ամուսնությունը վերջացել է տարիներ առաջ։ Մենք պարզապես շարունակում ենք խաղալ, որովհետև դա հարմար է երեխաների համար, հարմար է հանրության համար։ Բայց մի սպասիր ինձանից ինչ-որ բան, ինչ ես այլս չեմ կարող տալ։
Եվ այդ բառերով նա վերադարձավ իր նոտաներին, կարծես Լուսինեն այլս չկար սենյակում։ Լուսինեն դուրս եկավ ստուդիայից, գնաց իր սենյակ։ Նա չլաց, չգոռաց, չկոտրեց ոչինչ։ Նա պարզապես նստեց իր մահճակալի եզրին, նայեց պատին, ժամեր շարունակ, մինչ արածակը։ Եվ այդ գիշեր ինչ-որ բան մեռավ Լուսինե Զաքարյանի ներսում։ Ոչ թե հույսը, այն արդեն մեռել էր վաղուց։ Ոչ թե սերը, այն վերածվել էր մոխրի։ Այլ ինքը, այն կինը, ով երբեմն հավատացել էր, որ սերը կարող է փրկել ամեն ինչ, ով պայքարել էր իր ամուսնության համար, ով զոհաբերել էր ամեն ինչ իր ընտանիքի համար։ Այդ կինը մեռավ, նրա տեղը մնաց միայն թաղանթ, ով շարժվում էր, շնչում էր, երգում էր, բայց այլս չէր ապրում։ Փետրվարին Լուսինեի առողջական վիճակը սրվեց։ Սրտի ցավերը դարձան ավելի հաճախակի, ավելի ուժեղ։ Նա սկսեց կորցնել գիտակցությունը, առաջին անգամ տանը, երբ պատրաստում էր ճաշ, երկրորդ անգամ փողոցում, երբ գնում էր խանութ։ Երեխաները սկսեցին նկատել, որ մայրիկը փոխվել է, որ նա դարձել է ավելի թույլ, ավելի հեռավոր։ Նրանց ավագ դուստրը Անահիտը, ով այդ ժամանակ 11 տարեկան էր, մի օր հարցրեց իր մորը. «Մայրիկ, դու հիվանդ ես»։ Լուսինեն ժպտաց, ասաց. «Ոչ, սիրելիս, ես պարզապես մի քիչ հոգնած եմ»։ Բայց Անահիտը տեսավ ճշմարտությունը իր մոր աչքերում, այն ճշմարտությունը, որը չէր ուզում ընդունել։ Մարտին, Լուսինեի քույրը, Գայանեն, ստիպեց նրան գնալ բժշկի մոտ։ Նոր հետազոտությունները ցույց տվեցին, որ Լուսինեի սիրտը վատացել է զգալիորեն։ Բժիշկները խորհուրդ տվեցին անմիջական հոսպիտալացում, հնարավոր վիրահատություն։ Բայց Լուսինեն հրաժարվեց։ «Ես չեմ կարող հիմա», ասաց նա։ «Ես ունեմ համերգներ, պարտավորություններ։ Ես չեմ կարող թողնել մարդկանց»։ Բժիշկները փորձեցին բացատրել նրան, որ եթե նա չբուժվի հիմա, նա կարող է մեռնել։ Բայց Լուսինեն պարզապես ժպտաց, այն տխուր, հանգիստ ժպիտով, որը ասում էր ավելին, քան ցանկացած բառ։ «Գուցե դա լավագույնն է», շշնջաց նա այնքան լուռ, որ միայն Գայանեն լսեց։ Բայց ամենասարսափելին դեռ առաջ էր։ Ապրիլի սկզբին Լուսինեն պատահաբար գտավ նամակ Խորենի ստուդիայում։ Նա չէր փնտրում, չէր լրտեսում, նա պարզապես փնտրում էր մի գիրք, որը Խորենը խոստացել էր տալ նրան։ Բայց փոխարենը նա գտավ ծրար նամակներ, որոնք փոխանակվել էին Խորենի Լիլիթի միջ։ Լուսինեն գիտեր, որ չպետք է կարդա դրանք, գիտեր, որ դա միայն ավելի կցավեցնի։ Բայց նա չկարողացավ դիմանալ։ Նա նստեց, կարդաց յուրաքանչյուր նամակ, մեկը մյուսի հետից, յուրաքանչյուր բառով նա զգում էր, թե ինչպես է նրա սիրտը կոտրվում ավելի ու ավելի փոքր կտորների։ Նամակներում Խորենը գրում էր Լիլիթին այնպիսի սիրով, այնպիսի կրքով, ինչպիսին նա երբեք չէր ցույց տվել Լուսինեին։ Նա նկարագրում էր նրանց ապագան միասին, նրանց երազանքները, նրանց պլանները։ Նա գրում էր, որ Լուսինեն միայն պարտականություն է, որ նա մնում է նրա հետ միայն երեխաների հանրության համար, բայց որ նրա իրական կյանքը սկսվում է միայն այն պահից, երբ նա լքում է տունը, գնում է Լիլիթի մոտ։ Եվ ամենավատը, մի նամակում Խորենը գրել էր. «Երբեմն ես մտածում եմ, որ եթե Լուսինեն պարզապես անհետանար, ամեն ինչ կլիներ ավելի հեշտ։ Ես չեմ ուզում նրան վնասել, բայց ես նույնպես չեմ կարող շարունակել այս կեղծիքը»։ Լուսինեն կարդաց այդ բառերը, նա զգաց, որ ինչ-որ բան կոտրվում է նրա կրծքավանդակում։ Ոչ թե փոխաբերական իմաստով, նա իսկապես զգաց սուր ցավ, որը ստիպեց նրան ընկնել ծնկի։ Նա փորձեց կանչել օգնության, բայց ձայնը չելավ։ Նա մնաց այնտեղ ստուդիայի հատակին, բռնած այն նամակները, որոնք ապացուցում էին, որ նա դարձել էր անցանկալի բեռ իր սեփական ամուսնու համար։ Որքան ժամանակ նա մնաց այնտեղ։ Նա չգիտեր։ Բայց երբ վերջապես գտավ ուժ ոտքի կանգնելու, Արը արդեն մայր էր մտնում, տունը լի էր ձայներով, երեխաները վերադարձել էին դպրոցից, Խորենը եկել էր ուշ ճաշի։ Եվ Լուսինեն, ով կարդացել էր այն սարսափելի բառերը, պետք է իջներ ժպտար, պատրաստ էր ճաշ, հարցներ տար երեխաներին նրանց օրվա մասին, կարծես ոչինչ չլիներ տեղի ունեցել։ Այդ գիշեր, երբ բոլորը քնած էին, Լուսինեն նստեց իր սեղանի մոտ, սկսեց գրել։ Նա գրեց նամակ իր երեխաներին, բացատրելով, թե որքան նա սիրում է նրանց, թե որքան նա ցավում է, որ չի կարողանա լինել այնտեղ նրանց համար այնպես, ինչպես ուզում էր։ Նա գրեց, որ ամեն ինչ, ինչ նա արել է, եղել է նրանց համար, որ նա հույս ունի, որ մի օր նրանք կհասկանան, կկարողանան ներել։ Բայց նա չբացատրեց, թե ինչից նրանք պետք է ներեն նրան։ Նա չգրեց Խորենի մասին, չգրեց Լիլիթի մասին, չգրեց այն տառապանքի մասին, որը ուտում էր նրան ներսից։ Նա պարզապես գրեց. «Ներեցեք ինձ, երեխաներ», թաքցրեց այդ նամակը իր բարձի տակ։
Այն նամակը, որը կգտնեին միայն ամիսներ անց, երբ արդեն ուշ կլիներ։ Ինչու՞։ Լուսինեն գրեց այդ նամակը։ Արդյոք նա արդեն գիտեր, որ վերջը մոտ է։ Արդյոք նա որոշել էր հանձնվել, թողնել այն պայքարը, որը նա չէր կարող հաղթել։ Թե դա եղել է պարզապես հուսահատ կնոջ վերջին աղերսը, թողնել ինչ-որ բան իր երեխաներին, որպեսզի նրանք հիշեն, որ նա սիրել է նրանց, նույնիսկ եթե ամեն ինչ ուրիշ ասում էր հակառակը։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Նա գրեց այդ անունը թղթի հակառակ կողմում։ Ո՞վ էր այդ մարդը, ում Լուսինեն մեղադրում էր իր ողբերգության համար։ Արդյոք դա եղել է Լիլիթը, թե ինչ-որ մեկը, ում մասին մենք դեռ չգիտենք։ Երանի կենտրոնական բանկի տնօրենի սեղանին ընկած էր փաստաթուղթ, որը կարող էր ամեն ինչ փոխել։ 1985 թվականի մայիսի 12-ին Խորեն Աբրահամյանը բացել էր նոր հաշիվ, ոչ թե իր անունով, այլ Լիլիթ Սարգսյանի անունով։ Սկզբնական ավանդը կազմել էր 70,000 ռուբլի, գումար, որը հավասար էր 3 միջին բնակարանի արժեքին երանում։ Բանկի աշխատակիցը, ով այդ օրը հերթափոխում էր, ով համաձայնեց խոսել միայն 40 տարի անց, հիշում է այդ պահը մանրամասնորեն։ Խորենը եկավ առավոտյան ժամը 9, երբ բանկը դեռ դատարկ էր, պատմում է նա, նրա ձայնը դողում է։ Նա բերել էր միս դիպլոմատ, որը այնքան ծանր էր, որ երկու ձեռքով էր բռնում։ Երբ բացեցինք, ներսում միայն 100 ռուբլանոց թղթադրամներ էին, նոր, չօգտագործված, կարծես հենց տպարանից բերած։ Ես հարցրի, թե արդյոք ամեն ինչ օրինական է, նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որ ես այլս երբեք չհարցրի։ Բայց ամենասարսափելին այն էր, որ այդ փողերը չէին եկել Խորենի պաշտոնական եկամուտներից։ Դրանք եկել էին ուրիշ տեղից, որի մասին Լուսինեն երբեք չիմացավ, բայց որը բացատրում էր, թե ինչու Խորենը այդքան վախենում էր, որ նրա գաղտնիքները բացահայտվեն։ Որտեղից էին այդ փողերը։ Ո՞վ էր վճարում Խորենին այդքան շատ, ինչ էր նա անում դրա դիմաց։ Լուսինեն այդ ամենի մասին ոչինչ չգիտեր։ Նա շարունակում էր ապրել իր սովորական կյանքով, արթնանալ, պատրաստել երեխաներին դպրոց, գնալ փորձարկումների, երգել համերգներում։ Բայց նրա մարմինը դավաճանում էր նրան ավելի ու ավելի։ Մայիսի վերջին նա ընկավ բեմում, համերգի ժամանակ, Կոմիտասի ծիծեռնակ երգելիս։ Հանրությունը սկզբում մտածեց, որ դա մաս է ներկայացման, բայց երբ Լուսինեն չվերելավ, սկսվեց խուճապ։ Շտապ օգնությունը հասավ 10 րոպե անց, բայց այդ 10 րոպեն Լուսինեն ընկած էր բեմի հատակին, գիտակցության եզրին, միակ բառը, որը նա կրկնում էր, եղել է երեխաներս։ Ոչ Խորենի անունը, ոչ օգնության աղերս, միայն երեխաները, ովքեր եղել են նրա միակ պատճառը շարունակելու ապրել։ Հիվանդանոցում բժիշկները տվեցին վերջնական ախտորոշումը, սրտի լուրջ խանգարում, որը պահանջում էր անմիջական վիրահատություն։ Բայց վիրահատությունը պետք է կատարվեր Մոսկվայում, քանի որ Երանում չկային անհրաժեշտ սարքավորումները։ Արժեքը՝ 25,000 ռուբլի, գումար, որը Լուսինեի ընտանիքը չուներ։ Երբ Գայանեն գնաց Խորենի մոտ բացատրեց իրավիճակը, նա պատասխանեց՝ մենք չունենք այդքան փող։ Սուտ։ Բացարձակ, դաժան սուտ։ Մարդը, ով հենց մի շաբաթ առաջ դրել էր 70,000 ռուբլի իր տիկնակի անունով բանկում, այժմ ասում էր, որ չունի 25,000 փրկելու իր կնոջ կյանքը։ Գայանեն կորցրեց ինքնատիրապետումը։ Դու սատանա ես, գոռաց նա։ Դու սպանում ես նրան, դու նույնիսկ չես ամաչում։ Խորենը չպատասխանեց։ Նա պարզապես հեռացավ, թողնելով Գայանեին լալ միջանցքում։ Բայց Լուսինեի գործընկերները չթողեցին նրան։ Նրանք կազմակերպեցին հավաքագրում, համերգներ, աճուրդներ, անձնական նվիրատվություններ։ 2 շաբաթում նրանք հավաքեցին անհրաժեշտ գումարը։ Պարզ մարդիկ, ովքեր սիրում էին Լուսինեի ձայնը, հարգում էին նրա անձը, տվեցին այն, ինչ նրանց ամուսինը մերժեց տալ։ Եվ երբ Լուսինեն իմացավ այդ մասին, նա լաց եղավ առաջին անգամ շատ ամիսների ընթացքում։ Ոչ թե ցավից, այլ երախտագիտությունից, ամոթից միաժամանակ։ Երախտագիտությունից այն մարդկանց նկատմամբ, ովքեր փրկեցին նրան, ամոթից, որ նրա սեփական ամուսինը չարեց այն, ինչ անծանոթները արեցին առանց վարանելու։ Հունիսի սկզբին Լուսինեն մեկնեց Մոսկվա։ Նրան ուղեկցում էր Գայանեն, ոչ թե Խորենը։ Նա ասաց, որ ունի կարևոր հանդիպումներ, որ չի կարող թողնել իր աշխատանքը։ Բայց ճշմարտությունն այն էր, որ նա պարզապես չէր ուզում լինել այնտեղ, չէր ուզում տեսնել Լուսինեի տառապանքը, չէր ուզում զգալ մեղավորություն։
Քանի որ եթե նա լիներ այնտեղ, նա պետք է ընդուներ, որ ինքն է պատասխանատու այս ամենի համար, որ իր անտարբերությունը, իր դավադրությունը, իր դաժանությունը բերել են Լուսինեին այս վիճակի։ Եվ խորեն Աբրահամյանը երբեք չէր ընդունել իր մեղքը։ Նա միշտ գտնում էր ուրիշներին մեղադրելու, միշտ արդարացնում էր իր արարքները արվեստով, հանճարով, բարձր նպատակներով։ Վիրահատությունը տեց 6 ժամ։ Գայանեն նստած է սպասասրահում, աղոթելով, լալով, հույս ունենալով։ Երբ վիրաբույժը վերջապես դուրս եկավ, նրա դեմքը եղել է լուրջ։ Վիրահատությունը հաջողվեց, ասաց նա։ Բայց նրա սիրտը շատ թույլ է։ Հաջորդ ամիսները կլինեն վճռական։ Նա պետք է ունենա լիակատար հանգստություն, ոչ մի սթրես, ոչ մի լարվածություն։ Եթե նա կարողանա պահպանել հանգստությունը, նա ունի հնարավորություն ապրել։ Բայց եթե ինչ-որ բան նրան խանգարի, եթե նա կրկին ենթարկվի սթրեսի, ես չեմ կարող երաշխավորել ոչինչ։ Գայանեն գիտեր, որ այդ նշանակում է։ Լուսինեն պետք է հեռանար խորենից, պետք է հեռանար այն տանից, որտեղ ամեն անկյուն հիշեցնում էր նրա ձախողված ամուսնության մասին։ Բայց ինչպես նա կարող էր դա անել։ Ինչպես նա կարող էր լքել իր երեխաներին, լքել այն կյանքը, որը նա կառուցել էր տասնամյակներ շարունակ։ Երբ Լուսինեն արթնացավ վիրահատությունից հետո, առաջին բառը, որը նա ասաց, եղավ «խորեն»։ Գայանեն պետք է ասեր նրան ճշմարտությունը, որ խորենը չեկավ, որ նա նույնիսկ չզանգահարեց հարցնելու, թե ինչպես անցավ վիրահատությունը։ Բայց Գայանեն չկարողացավ։ Նա տեսավ իր քրոջ աչքերում այն հույսը, այն վերջին փայլը, որը դեռ չէր մարել, նա չկարողացավ սպանել այն։ Նա չկարողացավ գալ, ասաց Գայանեն։ Բայց նա շատ անհանգստանում է քո համար։ Սուտ։ Բայց երբեմն սուտը ավելի ողորմած է, քան ճշմարտությունը։ Լուսինեն ժպտաց, այն թույլ, ցավոտ ժպիտով, որը կոտրում էր սիրտը, փակեց աչքերը։ Արդյոք նա հավատաց այդ սուտին, թե՞ պարզապես ընտրեց հավատալ, որովհետև ճշմարտությունը կսպաներ նրան ավելի արդյունավետ, քան ցանկացած վիրահատություն։ 1985 թվականի հուլիսը Մոսկվան տապալվում էր տապից։ Բայց Լուսինե Զաքարյանի հիվանդանոցային պալատում միշտ սառն էր։ Ոչ թե օդի ջերմաստիճանից, այլ այն մենության սառնությունից, որը ծածկում էր նրան ամեն օր, երբ նա արթնանում էր, չէր տեսնում ոչ մի ծանոթ դեմք։ Գայանեն մնում էր նրա հետ որքան կարող էր, բայց նրան ուներ սեփական ընտանիք, սեփական պարտականություններ։ Լուսինեի երեխաները չէին կարող գալ, նրանք փոքր էին, ճանապարհը Մոսկվա երկար ու թանկ էր։ Իսկ խորենը նա զանգահարում էր շաբաթը մեկ անգամ, խոսում էր 5 րոպե, հարցնում էր ընդհանուր հարցեր, շտապում էր ավարտել զրույցը։ Ոչ մի ես կարոտել եմ քեզ, ոչ մի ես սիրում եմ քեզ, ոչ մի շուտով կգամ քեզ տեսնելու։ Միայն սառը, պաշտոնական հարցեր, կարծես նա զանգահարում էր գործընկերոջը, այլ ոչ թե կնոջը, ով հենց նոր անցել էր կյանքի մահվան միջ։ Բայց Լուսինեն չէր բողոքում։ Նա երբեք չէր բողոքում։ Նա պառկած էր իր մահճակալում, նայում էր առաստաղին, փորձում էր հիշել, թե ինչու նա պայքարում էր ապրելու համար։ Երեխաները։ Միշտ երեխաները։ Նրանք եղել են նրա միակ պատճառը շնչելու, միակ պատճառը դիմանալու ցավին, միակ պատճառը չհանձնվելու։ Բայց նույնիսկ այդ մտքերը սկսում էին թուլանալ։ Քանի որ Լուսինեն գիտեր ճշմարտությունը, որը ոչ ոք չէր ուզում ասել նրան, նրա երեխաները աճում էին առանց նրա, սովորում էին ապրել առանց մոր, ով միշտ հիվանդ էր, միշտ հեռու էր, միշտ բացակայում էր։ Եվ խորենը լցնում էր այդ դատարկությունը, ոչ թե իր սիրով, այլ նոր կնոջ ներկայությամբ, ով արդեն սկսել էր հաճախել նրանց տուն, ով արդեն սկսել էր խաղալ մոր դերը նրա երեխաների համար։ Հուլիսի վերջին Լուսինեի պալատ եկավ կին, ում նա երբեք չէր տեսել։ Նա ներկայացավ որպես Մարինե Պետրոսյան, խորենի հին ընկերուհի Թբիլիսիից։ Նա բերել էր ծաղիկներ, շոկոլադ, նստեց Լուսինեի մահճակալի կողքին, սկսեց խոսել։ Սկզբում նրանց զրույցը եղավ թեթ եղանակի, հիվանդանոցի, Մոսկվայի մասին։ Բայց հետո Մարինեն ասաց ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Լուսինե, ասաց նա, նրա ձայնը դողաց։ Ես եկել եմ, որովհետև ես չեմ կարող այլս լռել։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում Երանում։ Ես գիտեմ Լիլիթի մասին, գիտեմ բնակարանի մասին, գիտեմ փողերի մասին։ Բայց կա ինչ-որ բան, ինչ դու չգիտես, ես կարծում եմ, որ դու պետք է իմանաս։ Լուսինեն զգաց, որ նրա սիրտը սկսեց բաբախել ավելի արագ, բժիշկները նախազգուշացրել էին նրան խուսափել ցանկացած հուզումից։ Բայց նա չկարողացավ կանգնեցնել Մարինեին։ Նա պետք է իմանար ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան ցավոտ կլիներ դա։
Խորենը Լիլիթը պլանավորում են ամուսնանալ, շարունակեց Մարինեն։ Նրանք սպասում են միայն, որ դու բավականաչափ ուժեղանաս ստորագրելու ամուսնալուծության թղթերը։ Խորենը արդեն խոսել է իրավաբանների հետ, արդեն պատրաստել է փաստաթղթերը։ Նա պատրաստվում է ամեն ինչ վերցնել, տունը, փողերը, նույնիսկ երեխաների խնամակալությունը։ Նա ասում է, որ դու չես կարող հոգ տանել նրանց, որ դու հիվանդ ես, անօգուտ ես։ Լուսինեն զգաց, որ սենյակը սկսեց պտտվել։ Նա փորձեց խոսել, բայց բառերը չէին գալիս։ Մարինեն բռնեց նրա ձեռքը։ Ես գիտեմ, որ սա սարսափելի է, ասաց նա։ Բայց դու պետք է պայքարես։ Դու չես կարող թույլ տալ նրան վերցնել քո երեխաներին։ Դու պետք է ուժեղանաս, վերադառնաս Երան, պայքարես քո իրավունքների համար։ Բայց ինչպես կարող էր Լուսինեն պայքարել, երբ նա հազիվ կարողանում էր շնչել։ Ինչպես կարող էր նա կանգնել դեմ մարդու, ով ուներ փող, իշխանություն, կապեր։ Ինչպես կարող էր նա հաղթել, երբ նրա սեփական մարմինը դավաճանում էր նրան ամեն օր։ Մարինեն հեռացավ, թողնելով Լուսինեին միայնակ իր մտքերի հետ։ Եվ այդ գիշեր Լուսինեն կայացրեց որոշում։ Նա չէր պատրաստվում հանձնվել։ Նա չէր պատրաստվում թույլ տալ Խորենին վերցնել իր երեխաներին, վերցնել ամեն ինչ, ինչի համար նա զոհաբերել էր իր կյանքը։ Նա պատրաստվում էր պայքարել, նույնիսկ եթե այդ պայքարը սպաներ նրան։ Քանի որ ավելի լավ էր մեռնել պայքարելով, քան ապրել ծնկի եկած։ Եվ Լուսինե Զաքարյանը երբեք չէր ծնկի եկել ոչ ոքի առջ, նույնիսկ մահվան առջ։ Օգոստոսի սկզբին Լուսինեն գրեց նամակ Խորենին։ Ոչ թե աղերսանք, ոչ թե մեղադրանք, այլ պարզ, հստակ պահանջ։ Ես վերադառնում եմ Երան, գրեց նա։ Եվ երբ վերադառնամ, մենք պատրաստվում ենք խոսել։ Ոչ թե քո իրավաբանների հետ, ոչ թե քո ընկերների հետ, այլ միայն մենք երկուսս։ Եվ դու պատրաստվում ես ասել ինձ ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Քանի որ եթե դու չասես, ես կգտնեմ այն ինքս։ Եվ երբ գտնեմ, ամբողջ աշխարհը կիմանա, թե ով ես դու իրականում։ Սա եղավ առաջին անգամ, երբ Լուսինեն սպառնաց Խորենին։ Առաջին անգամ, երբ նա ցույց տվեց, որ նա ունի ատամներ, որ նա կարող է կծել, եթե անհրաժեշտ լինի։ Եվ Խորենը, ով միշտ վերահսկել էր նրան, ով միշտ եղել էր այն մարդը, ով որոշում էր, հանկարծ զգաց վախ։ Բայց ինչով Լուսինեն սպառնում էր նրան։ Ինչ գաղտնիք նա գիտեր, որը կարող էր ոչնչացնել Խորենի հեղինակությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք նա իսկապես պատրաստ էր բացահայտել այդ գաղտնիքը, գիտենալով, որ դա կարող էր ոչնչացնել ոչ միայն Խորենին, այլ նրանց երեխաներին, ովքեր կրում էին նրա ազգանունը։ Օգոստոսի 15-ին Լուսինե Զաքարյանը վերադարձավ Երան։ Նա իջավ գնացքից 20 կիլոգրամ թեթ, թույլ գունատ, բայց նրա աչքերում եղավ ինչ-որ նոր բան։ Ոչ թե հույս, ոչ թե սեր, այլ վճռականություն։ Սառը, պողպատե վճռականություն, որը ասում էր, ես այլս չեմ խաղում քո խաղերը։ Կայարանում նրան դիմավորեցին Գայանեն երեխաները։ Խորենը չեկավ։ Նա ուղարկել էր հաղորդագրություն, որ ունի կարևոր հանդիպում, բայց կգա տուն երեկոյան։ Լուսինեն չասաց ոչինչ։ Նա պարզապես գրկեց իր երեխաներին, ովքեր թվում էր, թե մեծացել էին այդ 2 ամսում, նստեց մեքենայի մեջ։ Ճանապարհին տուն նա լուռ էր, նայում էր պատուհանից, տեսնում էր քաղաքը, որը նա սիրում էր, բայց որը այժմ թվում էր օտար, հեռավոր, կարծես պատկանում էր մեկ ուրիշին։ Երբ նրանք հասան տուն, Լուսինեն անմիջապես նկատեց փոփոխությունները։ Նոր վարագույրներ հյուրասենյակում, նոր սպասք խոհանոցում, նոր նկարներ պատերին։ Ամեն ինչ, ինչ Լուսինեն ընտրել էր, փոխարինվել էր ինչ-որ մեկի ուրիշի ճաշակով։ Եվ այդ մեկ ուրիշը եղել է Լիլիթ Սարգսյանը, ով արդեն սկսել էր նշել իր տարածքը, արդեն սկսել էր ջնջել Լուսինեի հետքերը այս տանից։ Գայանեն տեսավ իր քրոջ դեմքի արտահայտությունը, փորձեց բացատրել։ Խորենը ասաց, որ տունը պետք է թարմացվի, ասաց նա։ Ես փորձեցի կանգնեցնել նրան, բայց… Լուսինեն բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով նրան։ Դա լավ է, ասաց նա հանգիստ ձայնով։ Թող նա վայելի իր փոքրիկ հաղթանակները։ Շուտով ամեն ինչ կփոխվի։ Երեկոյան ժամը 8-ին Խորենը վերջապես տուն եկավ։ Նա մտավ, հանեց իր բաճկոնը, նայեց Լուսինեին, ով նստած էր հյուրասենյակում, սպասելով նրան։ Մի վայրկյան նրանց հայացքները հանդիպեցին, այդ վայրկյանում Խորենը տեսավ ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց։ Լուսինեն այլս չէր այն հնազանդ, կոտրված կինը, ում նա թողել էր 2 ամիս առաջ։ Նա փոխվել էր։
Ինչ-որ բան նրա ներսում կոտրվել էր, բայց այդ կոտրվածքից ծնվել էր ինչ-որ նոր, ինչ-որ վտանգավոր։ Մենք պետք է խոսենք, ասաց Լուսինեն։ Ոչ թե խնդրանք, այլ հրաման։ Խորենը փորձեց խուսափել։ Ես հոգնած եմ, ասաց նա։ Կարող ենք խոսել վաղը։ Բայց Լուսինեն ոտքի ելավ, թե նա դողում էր ուժասպառությունից, նրա ձայնը եղավ պողպատե։ Ոչ, ասաց նա։ Մենք խոսելու ենք հիմա։ Եվ դու պատրաստվում ես պատասխանել յուրաքանչյուր հարցի, որը ես տամ։ Նրանք մտան Խորենի ստուդիա, փակեցին դուռը։ Երեխաները եղան վերում, Գայանեն խոհանոցում, բայց բոլորը լսում էին ձայները, որոնք գալիս էին ստուդիայից։ Սկզբում Լուսինեի ձայնը հանգիստ, վերահսկված, հարցնող։ Հետո Խորենի ձայնը պաշտպանվող, բացատրող։ Հետո Լուսինեի ձայնը կրկին, բայց այս անգամ բարձր, մեղադրող։ Եվ հետո Խորենի ձայնը գոռացող, սպառնացող։ Զրույցը տեց 3 ժամ, այդ 3 ժամվա ընթացքում ամբողջ տունը պահում էր շունչը, սպասելով, թե ինչ կլինի։ Երբ դուռը վերջապես բացվեց, Լուսինեն դուրս եկավ առաջինը։ Նրա դեմքը եղավ սպիտակ, նրա ձեռքերը դողում էին, բայց նրա աչքերում եղավ ինչ-որ բան, որը նման էր հաղթանակի։ Խորենը հետեց նրան, նրա դեմքը եղավ այնպիսին, ինչպիսին Գայանեն երբեք չէր տեսել, պարտված, ջախջախված, հին։ Լուսինեն դարձավ դեպի Գայանեն։ Մենք ամուսնալուծվում ենք, ասաց նա։ Բայց ոչ նրա պայմաններով։ Իմ պայմաններով։ Եվ նա պատրաստվում է տալ ինձ ամեն ինչ, ինչ ես պահանջում եմ, տունը, փողերը, երեխաների լրիվ խնամակալությունը։ Քանի որ եթե նա չտար, ես պատրաստվում եմ պատմել ամբողջ աշխարհին այն ճշմարտությունը, որը նա թաքցրել է տարիներ շարունակ։ Բայց ինչ ճշմարտություն։ Ինչ էր Լուսինեն իմացել այդ 3 ժամվա ընթացքում, որը տվեց նրան այդքան իշխանություն Խորենի նկատմամբ։ Եվ ամենակարևորը, արդյոք նա իսկապես պատրաստ էր բացահայտել այդ գաղտնիքը, գիտենալով, որ դա կարող էր ոչնչացնել ոչ միայն Խորենին, այլ ամեն ինչ, ինչի համար նա պայքարել էր իր ողջ կյանքում։ Երանի քաղաքային արխիվի խորը սենյակներից մեկում, որտեղ փոշին կուտակվել էր տասնամյակներ շարունակ, պահվում էր թղթապանակ, համարակալված գաղտնի։ Մշակութային գործիչներ 1978-85 Այդ թղթապանակի ներսում եղել էին փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսնեին լույսի աշխարհը։ Հաշվետվություններ, ֆոտոլուսանկարներ, ձայնագրությունների տարադարձություններ։ Եվ այդ փաստաթղթերից մեկում, որը կազմված էր 1981 թվականի նոյեմբերի 22-ին, գրված էր Աբրահամյան Ա. Հանդիպում անհայտ անձի հետ, ռեստորան Արարատ, սենյակ համար 14, ժամը 22 գիշերվա։ Փոխանցվել է ծրար։ Բովանդակությունը, անհայտ։ Առաջարկվում է շարունակել հսկողությունը։ Այս փաստաթուղթը գտավ Լուսինեն ոչ թե պատահականությամբ, այլ որովհետև մեկը, ով աշխատում էր արխիվում, ով պարտական էր Լուսինեի ընտանիքին հին բարեգործության համար, ասաց նրան, թե որտեղ փնտրել։ Երբ Լուսինեն կարդաց այդ տողերը, նա հասկացավ, որ վերջապես գտել է այն զենքը, որը կարող էր ոչնչացնել Խորենին։ Քանի որ այդ անհայտ անձը եղել է ոչ ոք այլ, եթե ոչ արտասահմանյան հետախուզության ներկայացուցիչը, ով վճարում էր Խորենին հավաքելու տեղեկություններ խորհրդային մշակութային գործիչների մասին, ովքեր ճանապարհորդում էին արտերկիր։ Խորենը եղել է դավաճան։ Ոչ թե իր կնոջ նկատմամբ միայն, այլ իր երկրի նկատմամբ։ Եվ այս ճշմարտությունը, եթե բացահայտվեր, կարող էր ուղարկել նրան բանտ մինչ իր կյանքի վերջ։ Բայց Լուսինեն չէր ուզում ուղարկել Խորենին բանտ։ Նա ուզում էր ավելի վատ բան, նա ուզում էր, որ նա ապրի իր ամոթի մեջ, ապրի իմանալով, որ նրա կինը, ում նա անարգել էր տարիներ շարունակ, պահում է նրա ճակատագիրը իր ձեռքերում։ Այդ երեկո, երբ նրանք խոսեցին ստուդիայում, Լուսինեն դրեց այդ փաստաթուղթը Խորենի սեղանին։ Նա չասաց ոչինչ, պարզապես թողեց, որ նա կարդա։ Եվ երբ Խորենը տեսավ այն, ինչ գրված էր այնտեղ, նրա դեմքը կորցրեց ամբողջ գույնը։ Նա փորձեց բացատրել, փորձեց արդարացնել, ասաց, որ դա եղել է սխալ, որ նա ստիպված էր եղել, որ նրան շանտաժել էին։ Բայց Լուսինեն լսում էր լռությամբ, երբ Խորենը վերջապես լռեց, նա ասաց միայն մեկ նախադասություն. հիմա դու պատրաստվում ես անել ամեն ինչ, ինչ ես ասում եմ, կամ վաղը այս փաստաթուղթը կլինի յուրաքանչյուր թերթի առաջին էջում։ Խորենը գիտեր, որ նա պարտվել է։ Առաջին անգամ իր կյանքում նա հայտնվել էր այնպիսի դիրքում, որտեղ չէր կարող վերահսկել իրավիճակը։ Նա համաձայնեց Լուսինեի բոլոր պայմաններին, տունը, փողերը, երեխաները, ամեն ինչ։
Բայց նա դրեց մեկ պայման, որ Լուսինեն երբեք չի խոսի այդ փաստաթղթի մասին, որ նա կթաքցնի այն այնպես, որ ոչ ոք երբեք չգտնի։ Լուսինեն համաձայնեց, բայց ոչ թե որովհետև նա ուզում էր պաշտպանել Խորենին, այլ որովհետև նա ուզում էր պաշտպանել իր երեխաներին, ովքեր կրում էին դավաճանի ազգանունը։ Նա վերցրեց այդ փաստաթուղթը, թաքցրեց այն այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի, իր սեփական սրտի մոտ, այն վերջին տեղում, որտեղ դեռ մնացել էր մի փոքր տեղ ցավի համար։ Օգոստոսի վերջին Խորենը տեղափոխվեց տանից։ Ոչ թե այն բնակարան, որը նա գնել էր Լիլիթի համար, այլ փոքրիկ ստուդիա քաղաքի ծայրամասում։ Լիլիթը լքեց նրան անմիջապես, երբ իմացավ, որ Խորենը կորցրել է ամեն ինչ։ Նա չէր սիրում Խորենին, նա սիրում էր այն, ինչ Խորենը ներկայացնում էր՝ փողը, համբավը, իշխանությունը։ Եվ երբ այդ ամենը անհետացավ, Լիլիթը անհետացավ նրա հետ։ Խորենը մնաց միայնակ, կոտրված, պարտված հին մարդ, ով կորցրել էր ամեն ինչ՝ իր ընտանիքը, իր տիկնակը, իր արժանապատվությունը։ Եվ ամենաիրոնիկը, նա կորցրեց դրանք ոչ թե որովհետև Լուսինեն ուժեղ էր, այլ որովհետև նա վերջապես գտավ այն մեկ բանը, որը Խորենը վախենում էր ավելի, քան ցանկացած բան՝ իր սեփական անցյալի ճշմարտությունը։ Սեպտեմբերին Լուսինեի առողջությունը կրկին սրվեց։ Բժիշկները ասացին, որ սթրեսը, հուզումը, պայքարը վնասել են նրա արդեն թույլ սիրտը։ Նրանք խորհուրդ տվեցին լիակատար հանգստություն, բայց Լուսինեն չէր կարող հանգստանալ։ Նա ուներ երեխաներ, ում պետք է խնամել, տուն, որը պետք է պահել, կյանք, որը պետք է վերակառուցել։ Նա արթնանում էր ամեն առավոտ ցավերով, որոնք պատռում էին նրա կրծքավանդակը, բայց նա ստիպում էր իրեն ոտքի կանգնել, ժպտալ երեխաներին, պատրաստել նրանց դպրոց։ Նա չէր ուզում, որ նրանք տեսնեին նրա տառապանքը, չէր ուզում, որ նրանք մեծանային վախի մեջ, որ մայրիկը կարող է մեռնել ցանկացած պահի։ Այսպիսով, նա թաքցրեց իր ցավը, ինչպես միշտ թաքցրել էր, շարունակեց ապրել, օր առ օր, ժամ առ ժամ, շունչ առ շունչ։ Հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, թե որքան խորն էր Լուսինեի վերափոխումը։ Նրա ավագ դուստրը, Անահիտը, եկավ տուն լալով։ Դպրոցում երեխաները ծաղրում էին նրան, ասում էին, որ նրա հայրը դավաճան է, որ նրա ընտանիքը ամոթ է։ Լուսինեն նստեց իր դստեր կողքին, սրբեց նրա արցունքները, ասաց ինչ-որ բան, որը Անահիտը երբեք չէր մոռանա։ Մարդիկ միշտ կխոսեն, ասաց Լուսինեն։ Նրանք կմեղադրեն, կդատեն, կտարածեն լուրեր։ Բայց միակ բանը, որը կարող է, դա այն է, թե ինչ դու գիտես քո սրտում։ Քո հայրը կատարեց սխալներ, շատ սխալներ։ Բայց դա չի նշանակում, որ դու պետք է կրես նրա մեղքերը։ Դու ես քո սեփական մարդը, դու պատրաստվում ես ապրել քո սեփական կյանքը, ազնվորեն, արժանապատվորեն, առանց ամոթի։ Այդ բառերը փրկեցին Անահիտին, տվեցին նրան ուժ շարունակելու տարիներ անց, երբ նա դարձավ հայտնի իրավաբան, նա միշտ ասում էր, որ իր ուժը ժառանգել է իր մորից, այն կնոջից, ով երբեք չհանձնվեց, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը դեմ էր նրան։ Նոյեմբերին Լուսինեն ստիպված եղավ վաճառել իր զարդերը, վճարելու բժշկական հաշիվները։ Այն զարդերը, որոնք Խորենը տվել էր նրան նրանց ամուսնության առաջին տարիներին, երբ նա դեռ սիրում էր նրան, կամ առնվազն ծածնում էր, որ սիրում է։ Յուրաքանչյուր զարդ ուներ իր պատմությունը, այն մատանին, որը նա ստացել էր նրանց առաջին տարեդարձին, այն վզնոցը, որը Խորենը բերել էր Մոսկվայից, այն ականջողերը, որոնք նա հագել էր նրանց դստեր մկրտության ժամանակ։ Բայց Լուսինեն չլաց, երբ տեսավ, թե ինչպես են դրանք տեղավորվում օտար մարդկանց ձեռքերում։ Նա պարզապես վերցրեց փողերը, գնաց դեղատուն, գնելու այն դեղերը, որոնք պահում էին նրան կենդանի։ Քանի որ Լուսինեն սովորել էր, որ հուշերը չեն կարող բուժել հիվանդ սիրտը, բայց դեղերը կարող են տալ դեռ մի քանի ամիս, մի քանի շաբաթ, մի քանի օր, բավական ժամանակ, որպեսզի տեսնել, թե ինչպես են իր երեխաները մեծանում դառնում այն մարդիկ, ում նա երազում էր, որ նրանք կդառնան։ Դեկտեմբերի սկզբին Խորենը փորձեց վերադառնալ։ Նա եկավ տուն ուշ երեկոյան, երբ երեխաները քնած էին, թակեց դուռը։ Լուսինեն բացեց, նրանք կանգնեցին դիմաց դիմի, երկու մարդիկ, ովքեր երբեմն սիրել էին միմյանց, բայց ովքեր այժմ եղել էին օտարներ։ Խորենը փորձեց խոսել, փորձեց բացատրել, որ նա սխալվել է, որ նա ցավում է, որ նա ուզում է վերադառնալ։ Բայց Լուսինեն տեսավ ճշմարտությունը նրա աչքերում։ Նա չէր վերադառնում, որովհետև սիրում էր նրան, այլ որովհետև նա կորցրել էր ամեն ինչ ուրիշը ուներ ուրիշ տեղ գնալու։ Լիլիթը լքել էր նրան, նրա ընկերները շրջվել էին նրանից, նրա աշխատանքը տառապում էր, քանի որ ոչ ոք չէր ուզում համագործակցել մարդու հետ, ում համբավը կեղտոտվել էր։ Եվ այժմ նա եկել էր հետ, ոչ թե որպես ամուսին, այլ որպես մուրացկան, ով փնտրում էր ապաստան։
Լուսինեն նայեց նրան երկար, լուռ, հետո ասաց բառերը, որոնք Խորենը երբեք չէր սպասում լսել նրանից։ Ոչ, ասաց նա պարզապես։ Դու չես կարող վերադառնալ։ Ոչ թե որովհետև ես ատում եմ քեզ, այլ որովհետև ես այլս ոչինչ չեմ զգում քո նկատմամբ։ Դու սպանեցիր ամեն ինչ, ինչ մենք ունեինք, սպանեցիր այն կնոջը, ով սիրում էր քեզ անվերապահորեն։ Եվ այժմ, երբ դու ունես անհրաժեշտություն, դու վերադառնում ես, սպասելով, որ ես կբացեմ դռները։ Բայց այդ դռները փակված են, Խորեն։ Ընդմիշտ փակված։ Եվ նա փակեց դուռը նրա դեմքի առաջ, թողնելով Խորենին կանգնած միջանցքում, միայնակ, կոտրված, վերջապես հասկանալով, թե ինչ էր նա կորցրել։ Արդյոք Լուսինեն զգաց բավարարվածություն այդ պահին։ Արդյոք նա զգաց, որ վերջապես արդարացավ, որ վերջապես Խորենը վճարեց իր դավադրության համար։ Թե նա զգաց միայն դատարկություն, այն սառը, անվերջ դատարկությունը, որը գալիս է, երբ վրեժխնդրությունը չի բերում այն թեթացումը, որը մենք սպասում ենք։ 1986 թվականի ձմեռը եղավ ամենասառը տարիների ընթացքում։ Երանը սառեց ոչ միայն եղանակից, այլ այն սառը իրականությունից, որ Խորհրդային Միությունը սկսում էր փլատակվել, մարդիկ վախենում էին ապագայից։ Բայց Լուսինե Զաքարյանի համար ապագան այլս կարևոր չէր։ Նա ապրում էր ներկայում, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, որը նա ստանում էր իր երեխաների հետ։ Նրա սիրտը թուլանում էր ամեն շաբաթ, բժիշկները ասում էին, որ դա հրաշք է, որ նա դեռ ողջ է։ Բայց Լուսինեն գիտեր, որ դա ոչ թե հրաշք է, այլ կամք, մաքուր, պողպատե կամք, որը պահում էր նրան կապված այս աշխարհի հետ, քանի դեռ նրա երեխաները ունեին անհրաժեշտություն նրա մեջ։ Հունվարի վերջին Լուսինեի փոքր որդին, Արամը, ով այդ ժամանակ ընդամենը 6 տարեկան էր, հարցրեց նրան հարց, որը կոտրեց Լուսինեի սիրտը։ Մայրիկ, ասաց նա իր անմեղ ձայնով։ Ինչու հայրիկը չի գալիս մեզ տեսնելու։ Արդյոք նա չի սիրում մեզ այլս։ Լուսինեն նայեց իր որդու աչքերին, այն մեծ շագանակագույն աչքերին, որոնք նման էին Խորենի աչքերին, նա զգաց, որ ինչ-որ բան պատռվում է նրա ներսում։ Ինչպես նա կարող էր բացատրել 6-ամյա երեխային, որ նրա հայրը ընտրել է իր սեփական հաճույքները իր երեխաների նախապատվությամբ։ Ինչպես նա կարող էր ասել ճշմարտությունը, չոչնչացնելով այն վերջին պատկերը, որը երեխան ուներ իր հոր մասին։ Լուսինեն գրկեց Արամին, ասաց նրան այն, ինչ ամեն մայր կասեր, հայրիկը սիրում է քեզ, սիրելիս։ Նա պարզապես շատ զբաղված է իր աշխատանքով։ Բայց դու միշտ պետք է հիշես, որ դու սիրված ես, որ դու կարող ես, որ դու ունես մայրիկ, ով երբեք չի լքի քեզ։ Բայց երբ Արամը վազեց խաղալու, Լուսինեն թույլ տվեց արցունքներին հոսել։ Քանի որ նա գիտեր, որ այդ խոստումը երբեք չի լքի քեզ եղավ սուտ։ Ոչ թե որովհետև նա ուզում էր լքել, այլ որովհետև նրա մարմինը լքում էր նրան, շուտով նա չէր ունենա ընտրություն։ Փետրվարին Լուսինեն սկսեց կազմակերպել իր գործերը։ Նա գրեց նամակներ իր երեխաներից յուրաքանչյուրին, նամակներ, որոնք նրանք պետք է կարդային, երբ մեծանային։ Նա բացատրեց նրանց, թե ինչու նա կատարեց այն որոշումները, որոնք կատարեց, ինչու նա մնաց Խորենի հետ այնքան երկար, ինչու նա վերջապես հեռացավ նրանից։ Նա գրեց իր սիրո մասին նրանց նկատմամբ, այն անսահ, անվերապահ սիրո մասին, որը եղավ միակ բանը, որը պահեց նրան կենդանի այն տարիներին, երբ ամեն ինչ ուրիշը մեռնում էր։ Եվ նա գրեց իր հույսերի մասին նրանց համար, որ նրանք կմեծանան լինելով ազնիվ, բարի, ուժեղ մարդիկ, ովքեր երբեք չեն կրկնի իրենց հոր սխալները։ Մարտի սկզբին Լուսինեն կանչեց Գայանեին, տվեց նրան ծրար։ Այս ծրարի ներսում է այն փաստաթուղթը Խորենի մասին, ասաց նա։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ, եթե Խորենը փորձի վերցնել երեխաներին, դու պետք է օգտագործես այն։ Բայց միայն եթե անհրաժեշտ է։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան իմանալով, որ իրենց հայրը դավաճան էր։ Բայց ես նա չեմ ուզում, որ նրանք մեծանան նրա խնամքի տակ, սովորելով նրա արժեքները, դառնալով նրա պես։ Գայանեն վերցրեց ծրարը դողացող ձեռքերով։ Դու չես մեռնելու, ասաց նա, բայց նրա ձայնը չուներ համոզվածություն։ Լուսինեն ժպտաց, այն տխուր, իմաստուն ժպիտով, որը գալիս է, երբ մարդը ընդունում է իր ճակատագիրը։ Մենք բոլորս մեռնում ենք, ասաց նա։ Հարցը միայն այն է, թե ինչ մենք թողնում ենք մեր հետից։ Ապրիլի 12-ին, երբ Երանը վերջապես սկսում էր արթնանալ երկար ձմռանից, Լուսինե Զաքարյանը ընկավ իր տանը։ Նա պատրաստում էր ճաշ երեխաների համար, երբ հանկարծ զգաց սուր ցավ կրծքավանդակում։ Նա փորձեց հասնել հեռախոսին, բայց ոտքերը չպահեցին նրան։ Նա ընկավ հատակին, վերջին բանը, որը նա տեսավ, եղավ իր դստեր դեմքը, Անահիտը, ով վազեց դեպի նա գոչելով.
Շտապ օգնությունը հասավ 15 րոպե անց, բայց այդ 15 րոպեն Լուսինեն ընկած էր իր դստեր գրկում, փորձելով շնչել, փորձելով մնալ գիտակցության մեջ, փորձելով ասել այն վերջին բառերը, որոնք նա ուզում էր, որ իր երեխաները լսեին։ Հիվանդանոցում բժիշկները արեցին ամեն ինչ, ինչ կարող էին։ Բայց Լուսինեի սիրտը եղավ չափազանց թույլ, չափազանց վնասված տարիների սթրեսից, ցավից, կոտրված երազանքներից։ Նրանք տեղափոխեցին նրան ռեանիմացիա, միացրեցին սարքերին, որոնք պահում էին նրան կենդանի։ Բայց բոլորը գիտեին, որ դա ժամանակավոր էր, որ Լուսինեն մեռնում էր, ոչինչ չէր կարող կանգնեցնել այն։ Գայանեն զանգահարեց Խորենին, ասաց նրան, որ եթե նա ուզում է տեսնել իր կնոջը վերջին անգամ, նա պետք է գա հիմա։ Խորենը եկավ ուշ երեկոյան, երբ հիվանդանոցը դատարկ էր, միայն մահվան ստվերները թափառում էին միջանցքներով։ Նա մտավ Լուսինեի պալատ, տեսավ նրան, փոքր, թույլ, գրեթե անտեսանելի այն սարքերի մեջ, որոնք շրջապատում էին նրան։ Նրա աչքերը փակ էին, բայց երբ Խորենը մոտեցավ մահճակալին, նրանք բացվեցին։ Եվ այդ աչքերում Խորենը տեսավ ոչ թե ատելություն, ոչ թե մեղադրանք, այլ ինչ-որ ավելի վատ բան, անտարբերություն։ Լուսինեն նայեց նրան այնպես, ինչպես մարդը նայում է օտարին, մեկին, ով երբեմն եղել է կարոր, բայց ով այժմ ոչինչ չէ նշանակում։ Խորենը փորձեց խոսել, փորձեց ասել, որ նա ցավում է, որ նա սխալվել է, որ նա միշտ սիրել է նրան։ Բայց Լուսինեն բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով նրան։ Նրա շուրթերը շարժվեցին, Խորենը մոտեցավ, որպեսզի լսի։ Բառերը եկան շշուկով, հազիվ լսելի, բայց դրանք եղան բավականաչափ հստակ։ Ես ներում եմ քեզ, ասաց Լուսինեն։ Ոչ թե քեզ համար, այլ ինձ համար։ Որպեսզի ես կարողանամ գնալ խաղաղությամբ։ Բայց դու պետք է իմանաս մեկ բան, դու կապրես քո մնացած կյանքը իմանալով, որ դու սպանեցիր միակ մարդուն, ով իսկապես սիրեց քեզ։ Եվ այդ գիտելիքը կուտի քեզ ներսից, ամեն օր, ամեն գիշեր, մինչ դու մեռնես։ Եվ հետո նրա աչքերը փակվեցին, նրա ձեռքը ընկավ, սարքերը սկսեցին ճչալ։ Բժիշկները վազեցին ներս, հրեցին Խորենին դուրս, փորձեցին վերակենդանացնել Լուսինեին։ Բայց դա ուշ էր։ Լուսինե Զաքարյանը մեռավ ապրիլի 13-ին 1986 թվականին, ժամը 3 առավոտյան, միայնակ, սառը հիվանդանոցային պալատում, հեռու իր երեխաներից, հեռու իր տանից, հեռու ամեն ինչից, ինչ նա սիրել էր։ Նրա վերջին մտքերը եղան իր երեխաների մասին, հույս ունենալով, որ նրանք կմեծանան ուժեղ, որ նրանք կհիշեն նրան սիրով, որ նրանք երբեք չեն կրկնի նրա սխալները։ Եվ նրա վերջին զգացումը եղավ ոչ թե ցավ, ոչ թե վախ, այլ թեթացում, վերջապես նա կարող էր հանգստանալ։ Արդյոք Լուսինեն մեռավ կոտրված սրտից, թե պարզապես հիվանդությունից։ Արդյոք Խորենը իսկապես սպանեց նրան իր անտարբերությամբ, իր դավադրությամբ, իր դաժանությամբ։ Թե Լուսինեն ընտրեց մեռնել, ընտրեց հանձնվել, որովհետև նա այլս չուներ ուժ պայքարելու։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա զոհաբերությունը արժեր դա, արդյոք նրա երեխաները հասկացան, թե որքան նա սիրեց նրանց, որքան նա տառապեց նրանց համար։ Լուսինեի թաղման օրը Երանի երկինքը ծածկված էր մութ ամպերով, կարծես բնությունն ինքը սկում էր։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու այն կնոջը, ով երգել էր նրանց համար, ով տվել էր նրանց ուրախություն, երբ կյանքը եղել էր դժվար։ Բայց մի մարդ բացակայում էր այդ հսկայական ամբոխից, Խորեն Աբրահամյանը։ Նա չեկավ իր կնոջ թաղմանը։ Ոչ թե որովհետև չէր կարող, այլ որովհետև չէր համարձակվում։ Նա գիտեր, որ եթե հայտնվեր այնտեղ, հանրությունը, ով սիրել էր Լուսինեին, ով արդեն լսել էր լուրերը նրանց ամուսնության մասին, կարող էր պատռել նրան կտոր։ Այսպիսով, նա մնաց իր փոքրիկ ստուդիայում, նստած մութ անկյունում, խմելով էժան օղի, փորձելով մոռանալ այն վերջին բառերը, որոնք Լուսինեն ասել էր նրան։ Բայց այդ բառերը հետապնդում էին նրան, կրկնվում էին նրա գլխում անվերջ, նա գիտեր, որ նրանք երբեք չեն լքի նրան, մինչ իր վերջին շունչը։ Թաղման ժամանակ Գայանեն կանգնած էր Լուսինեի 3 երեխաների կողքին, փորձելով լինել ուժեղ նրանց համար, թե նրա սեփական սիրտը կոտրված էր։ Անահիտը, 12 տարեկան, պահում էր իր փոքր եղբայրների ձեռքերը, փորձում էր չլալ, թե արցունքները հոսում էին նրա այտերով։ Երբ արկղը իջեցվեց գետնի մեջ, նա շշնջաց ինչ-որ բան, որը միայն Գայանեն լսեց. Ես խոստանում եմ, մայրիկ, որ ես կդառնամ այնպիսին, ինչպիսին դու ուզում էիր, որ ես լինեմ։ Ես երբեք չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկը վերաբերվի ինձ այնպես, ինչպես հայրիկը վերաբերվեց քեզ։ Եվ այդ խոստումը նա պահեց իր ողջ կյանքում, դառնալով հայտնի իրավաբան, ով պաշտպանեց կանանց իրավունքները, ով երբեք չթույլ տվեց, որ ոչ մի տղամարդ վերահսկի նրան։ Թաղումից հետո մարդիկ սկսեցին խոսել։
Նրանք խոսեցին խորենի մասին, նրա դավադրության մասին, այն փաստի մասին, որ նա չեկավ իր կնոջ թաղմանը։ Լուրերը տարածվեցին արագ, ինչպես միշտ տարածվում են վատ լուրերը։ Մարդիկ, ովքեր երբեմն հարգել էին խորենին նրա տաղանդի համար, այժմ շրջվեցին նրանից։ Համերգների կազմակերպիչները չեղարկեցին նրա հետ պայմանագրերը, երաժիշտները հրաժարվեցին նվագել նրա երաժշտությունը, նույնիսկ նրա հին ընկերները դադարեցին պատասխանել նրա զանգերին։ Խորեն Աբրահամյանը, ով երբեմն եղել էր Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, դարձավ մերժված, մեկուսացված, մոռացված։ Եվ ամենաիրոնիկը, նա կորցրեց ամեն ինչ ոչ թե իր դավադրության պատճառով, այլ այն պատճառով, որ նա չեկավ իր կնոջ թաղմանը։ Այդ մեկ բացակայությունը դարձավ խորհրդանիշ նրա դաժանության, նրա անտարբերության, նրա լիակատար բարոյական սնանկության։ Մայիսին Գայանեն բացեց այն ծրարը, որը Լուսինեն տվել էր նրան։ Ներսում, բացի այն փաստաթղթից խորենի դավադրության մասին, եղավ նա նամակ, գրված Լուսինեի ձեռքով։ Այդ նամակում Լուսինեն բացատրում էր ամեն ինչ, ինչպես նա գտավ այդ փաստաթուղթը, ինչպես նա օգտագործեց այն խորենի դեմ, ինչպես նա ստիպեց նրան տալ իրեն ամեն ինչ։ Բայց նա գրեց ինչ-որ բան, որը Գայանեին սարսափեցրեց, եթե խորենը փորձի վերցնել երեխաներին, եթե նա փորձի վիճարկել իմ կտակը, դու պետք է տաս այս փաստաթուղթը իշխանություններին։ Բայց եթե նա մնա հեռու, եթե նա թողնի երեխաներին խաղաղության մեջ, ապա այս փաստաթուղթը պետք է այրվի։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան իմանալով, որ իրենց հայրը դավաճան էր։ Թող նրանք պարզապես մտածեն, որ նա եղել է թույլ մարդ, ով կատարեց սխալներ։ Դա բավական է։ Գայանեն կարդաց այդ բառերը, հասկացավ Լուսինեի վերջին ցանկությունը։ Նույնիսկ մահից հետո նա փորձում էր պաշտպանել իր երեխաներին, փորձում էր խնայել նրանց այն ցավից, որը կգար, եթե նրանք իմանային ամբողջ ճշմարտությունը։ Գայանեն սպասեց տեսնելու, թե ինչ կանի խորենը։ Շաբաթներ անցան, ապա ամիսներ, բայց խորենը չփորձեց կապ հաստատել երեխաների հետ, չփորձեց վիճարկել Լուսինեի կտակը, չփորձեց վերցնել ոչինչ։ Նա պարզապես անհետացավ իր փոքրիկ ստուդիայում, ապրելով իր մեղքի ամոթի հետ։ Եվ երբ Գայանեն տեսավ դա, նա վերցրեց այդ փաստաթուղթը, միակ ապացույցը խորենի դավադրության մասին, այրեց այն։ Նա նայեց, թե ինչպես է թուղթը վերածվում մոխրի, նա զգաց, որ Լուսինեի հոգին վերջապես կարող է հանգստանալ խաղաղությամբ։ Հունիսին Լիլիթ Սարգսյանը, կինը, ով եղել էր Լուսինեի խորենի ամուսնության կործանման պատճառներից մեկը, փորձեց վերադառնալ բեմ։ Նա ստացավ դեր փոքրիկ թատրոնում, հույս ունենալով, որ մարդիկ մոռացել են նրա անցյալը։ Բայց երբ նա բարձրացավ բեմ առաջին երեկո, հանրությունը սկսեց սուլել։ Մարդիկ գոչեցին նրան ամոթ, ընտանիքի կործանող, Լուսինեի սպանող։ Լիլիթը փորձեց շարունակել, բայց ձայները դարձան ավելի բարձր, ավելի ագրեսիվ։ Վերջապես նա վազեց բեմից, լալով, երբեք այլս չվերադարձավ։ Նա հեռացավ երանից մի քանի շաբաթ անց, ոչ ոք երբեք չիմացավ, թե ուր գնաց։ Որոշ մարդիկ ասում էին, որ նա գնաց Ռուսաստան, ուրիշներն ասում էին, որ նա ամուսնացավ, փոխեց իր անունը։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Լիլիթ Սարգսյանը դարձավ ուրվական կին, ով փորձեց գողանալ ուրիշի կյանքը, ով վերջապես վճարեց իր արարքների համար։ Հուլիսին խորենը փորձեց գրել նոր երաժշտություն։ Նա նստեց իր ստուդիայում, դրեց թուղթը իր առջ, վերցրեց մատիտը։ Բայց ոչինչ չեկավ։ Մելոդիաները, որոնք երբեմն հոսում էին նրանից այնքան հեշտությամբ, այժմ անհետացել էին։ Նա փորձեց ժամեր շարունակ, օրեր շարունակ, բայց յուրաքանչյուր անգամ նա գրում էր միայն մի քանի նոտա, ապա ջնջում էր դրանք։ Ինչ-որ բան կոտրվել էր նրա ներսում, այն աղբյուրը, որտեղից գալիս էր նրա ստեղծագործությունը։ Եվ նա հասկացավ, որ այդ աղբյուրը եղել է Լուսինեն։ Նա եղել է նրա ոգեշնչումը, նրա մուսան, նրա պատճառը ստեղծելու։ Եվ այժմ, երբ նա մեռել էր, երբ նա կորցրել էր նրան ընդմիշտ, խորենը գտավ, որ նա այլս չի կարող ստեղծել։ Նա դարձավ դատարկ թաղանթ, ով ապրում էր միայն իր հիշողությունների, իր մեղքի հետ։ Օգոստոսին խորենի առողջությունը սկսեց վատանալ։ Տարիներ շարունակ խմելը, ծխելը, սթրեսը սկսեցին վերցնել իրենց հարկը։ Նա սկսեց ունենալ կրծքավանդակի ցավեր, նույն ցավերը, որոնք Լուսինեն ունեցել էր։ Բժիշկները ասացին նրան, որ նրա սիրտը թույլ է, որ նա պետք է դադարեցնի խմելը, պետք է հոգ տանի իր մասին։ Բայց խորենը չլսեց։ Նա շարունակեց խմել, շարունակեց ծխել, շարունակեց ապրել այնպես, կարծես փորձում էր սպանել ինքն իրեն։ Եվ գուցե նա իսկապես փորձում էր։ Գուցե նա ուզում էր մեռնել, ուզում էր ավարտել այն տառապանքը, որը ուտում էր նրան ներսից։ Բայց մահը չէր գալիս։
Նա շարունակում էր ապրել օր առ օր, ամիս առ ամիս, տարի առ տարի, գրելով այն բեռը, որը Լուսինեն դրել էր նրա ուսերին իր վերջին բառերով։ Տարիներ անցան։ Խորենի երեխաները մեծացան առանց հոր, բայց նրանք մեծացան լավ։ Անահիտը դարձավ իրավաբան, ինչպես նա խոստացել էր իր մոր գերեզմանի մոտ։ Նրա միջին որդին դարձավ բժիշկ, նվիրելով իր կյանքը փրկելու ուրիշների կյանքները, այն կյանքները, որոնք նրա մայրը չկարողացավ փրկել։ Եվ փոքր Արամը դարձավ ուսուցիչ, սովորեցնելով երեխաներին բարություն, համբերություն, սեր, այն արժեքները, որոնք նրա մայրը փորձել էր սովորեցնել նրան։ Նրանք 3 հոգին դարձան հաջող, հարգված մարդիկ, ովքեր երբեք չմոռացան իրենց մոր զոհաբերությունը, ովքեր ապրեցին այնպես, որ պատվեն նրա հիշատակը։ Իսկ Խորենը։ Նա ապրեց դեռ 15 տարի Լուսինեի մահից հետո։ 15 տարի մենության, ամոթի, մեղքի մեջ։ Նա երբեք այլս չգրեց երաժշտություն, երբեք այլս չբարձրացավ բեմ, երբեք այլս չտեսավ իր երեխաներին։ Նա ապրեց որպես ուրվական, մոռացված բոլորից, բացի իր սեփական խղճից։ Երբ նա մեռավ 1991 թվականին, միայն մի քանի մարդ եկավ նրա թաղմանը։ Ոչ նրա երեխաները, ոչ նրա հին ընկերները, ոչ նրա գործընկերները։ Միայն մի քանի հին մարդիկ, ովքեր հիշում էին նրան իր փառքի օրերից, ովքեր զգում էին ողորմություն այն կոտրված մարդու նկատմամբ, ով նա դարձել էր։ Եվ երբ նրա արկղը իջեցվեց գետնի մեջ, ոչ ոք չլաց, ոչ ոք չխոսեց, ոչ ոք չհիշեց նրա մեծ տաղանդը։ Նրանք հիշեցին միայն նրա մեծ դավադրությունը այն կնոջը, ում նա սպանեց իր անտարբերությամբ։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Քանի որ Լուսինե Զաքարյանի ժառանգությունը շարունակեց ապրել։ Նրա երգերը դեռ երգվում էին, նրա անունը դեռ հիշվում էր սիրով հարգանքով։ Մարդիկ, ովքեր երբեք չէին տեսել նրան կենդանի, սովորեցին նրա պատմությունը, ոգեշնչվեցին նրա ուժից, նրա համբերությունից, նրա անվերապահ սիրով իր երեխաների նկատմամբ։ Նրա դուստրը Անահիտը գրեց գիրք նրա մասին Լուսինե։ Կինը, ով երգեց լռության մեջ։ Այդ գիրքը դարձավ բեսթսելեր, ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչ տեսակի կին էր Լուսինեն, ոչ թե զոհ, այլ մարտիկ, ով պայքարեց մինչ վերջ իր երեխաների համար։ Այսօր, երբ մարդիկ այցելում են Լուսինե Զաքարյանի գերեզմանը Երանի տոկմաղի գերեզմանատանը, նրանք տեսնում են պարզ քարե տապանակար, առանց շքեղ զարդարանքների, առանց մեծ խոսքերի։ Միայն նրա անունը, նրա ծննդյան մահվան տարեթվերը, մեկ նախադասություն՝ մայր, ով սիրեց անվերապահորեն։ Բայց այդ պարզ բառերը ասում են ավելին, քան ցանկացած երկար էպիտաֆիա։ Նրանք ասում են ճշմարտությունը մի կնոջ մասին, ով տվեց ամեն ինչ իր ընտանիքի համար, ով տառապեց լռությամբ, ով մեռավ կոտրված սրտով, բայց ով երբեք չկորցրեց իր արժանապատվությունը, իր ուժը, իր սերը։ Եվ այժմ, երբ դուք գիտեք ամբողջ պատմությունը, երբ դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ այն փակ դռների հետում, երբ դուք հասկացաք, թե որքան Լուսինեն տառապեց, որքան Խորենը վճարեց իր դավադրության համար, մենք ուզում ենք հարցնել ձեզ, ո՞վ էր իսկապես մեղավոր այս ողբերգության մեջ։ Արդյոք դա եղավ Խորենը, ով ընտրեց իր սեփական հաճույքները իր ընտանիքի նախապատվությամբ։ Արդյոք դա եղավ Լիլիթը, ով գիտեր, որ Խորենը ամուսնացած է, բայց ով այնուամենայնիվ ընտրեց մտնել նրանց կյանք։ Թե դա եղավ հասարակությունը, որը պահանջում էր կատարյալ ընտանիքի պատկեր, որը չթույլ էր տալիս Լուսինեին հեռանալ առանց դատվելու։ Գուցե մեղավորը եղավ բոլորը, կամ գուցե ոչ ոք։ Գուցե դա պարզապես եղավ ողբերգություն, որը տեղի ունեցավ, երբ սերը մեռավ, բայց պարտականությունը ստիպեց մարդկանց մնալ միասին։ Ընկերներ, մենք ուզում ենք լսել ձեր կարծիքը։ Ինչպես եք դուք վերաբերվում Լուսինե Զաքարյանին։ Արդյոք նա եղավ զոհ, կին, ով չկարողացավ պաշտպանել ինքն իրեն, թե հերոս, մայր, ով զոհաբերեց ամեն ինչ իր երեխաների համար։ Եվ ինչ կասեք Խորեն Աբրահամյանի մասին։ Արդյոք նա եղավ դաժան տիրան, ով սպանեց իր կնոջը, թե պարզապես թույլ մարդ, ով չկարողացավ դիմակայել իր սեփական թուլություններին։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե արդյոք Լուսինե Զաքարյանի պատմությունը դեռ հիշվում է ձեր քաղաքում, ձեր ընտանիքում։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, եթե դուք հիշում եք Լուսինեին կամ ճանաչում եք նման պատմություններ ձեր կյանքում, սեղմեք հավանել, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մենք շարունակելու ենք պատմել այն ճշմարտությունները, որոնք թաքցվել են տասնամյակներ շարունակ, այն պատմությունները, որոնք պետք է լսվեն, որպեսզի մենք երբեք չկրկնենք անցյալի սխալները։